Ոչ, սա Օզ երկրի հրաշագործը չէ, սա դոկտոր Օզ ամերիկյան շոուի Մեհմեդ Օզն է, թուրք ներգաղթյալների ժառանգ, ամերիկյան և թուրքական քաղաքացիություն ունեցող Սպիտակ տան քաղաքական էլիտայի սիրելի բժիշկ շոումենը և վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչը, որը անթաքույց նացիստական տրամադրվածությամբ կարծես վրեժ է լուծում հայերից։ 2022 թվականին Փենսիլվանիայում ԱՄՆ Սենատի ընտրությունների ժամանակ Հայդատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում հնարավոր է եղել խափանել Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։ ՀՅԴ բյուրոյի Հայդատի կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ Օզը բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերով հայտնի է նաև Հայոց ցեղասպանության մերժմամբ։ Անկարայի փաստացի լոբիստը վերջին շրջանում հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով հայերին մեղադրելով Լոս Անջելեսի առողջապահության ոլորտում խարդախության սխեմաներ կիրառելու համար։ Դեռ 2024 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական ծագումով բժիշկ Մեհմեդ Օզին է վստահում Medicare և Medicaid դաշնային ծառայությունների ղեկավարի պաշտոնը որպես իր նոր վարչակազմի հիմնական թիմի մաս, մատնանշում, որ Ամերիկան բախվել է լուրջ առողջապահական խնդրի և գովաբանում Օզին որպես այս մարտահրավերին դիմակայելու համար ամենաորակյալ բժշկի, նաև ընդգծում նրան ներուժը լուծելու ԱՄՆ առողջապահական համակարգի բազմաթիվ խնդիրները։ Medicare-ը դաշնային առողջապահական ապահովագրական ծրագիրը, որը ծառայություններ է մատուցում 65 տարեկանից բարձր անձանց, իսկ Medicaid-ը դաշնային և պետական համատեղ ծրագիր է, որն առաջարկում է ապահովագրություն ցածր եկամուտ ունեցող անձանց։ Տեսնում եք այս բժշկական հաստատությունները, որոնց վրա կիրիլիցայով ռուսերեն ու հայերեն գրառումներ են։ Լոս Անջելեսի 4 թաղամասերում կա 42 խնամքի կենտրոն։ Չեմ կարող ասել, թե քանի մարդ է բուժում ստանում, սակայն շատերը մահանում են այստեղ։ Պսևդոսկանդալային բացահայտում անող տեսանյութում դոկտոր Օզը չի բարեհաճել գոնե հետազոտել ռուսական և հայկական այբուբենների տարբերությունը և կանգնած լինելով հայկական մշակույթի կենտրոնի ու լավ աշտխող հաստատությունների ֆոնին, խոսում է, թե դրանք խնամքի կենտրոններ են, որը ռուս-հայկական մաֆիայի որջն է։ Օզի իբրև բացահայտումներում էթնիկ հարցը խաղարկելու և առողջապահության ոլորտի խնդիրների համար քավության նոխազներ գտնելու փորձերն ակնհայտ են։ It's a day that we're delighted to swear in Dr. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են ամբողջ Կալիֆոռնիայում նպաստների հետ կապված խարդախությունների լայնածավալ հետաքննության մասին։ Մեհմեդ Օզին վստահեցնում է այդ սխեմաներում իբրև ռուսական և հայկական հանցախմբերի մասնակցության մասին։ Նա այդ ամենը ներկայացնում է որպես օտարերկրյա ազդեցություն, որը հյուծում է առողջապահության պետական ծրագրերը և բժշկական օգնությունն անհասանելի է դարձնում ամերիկացիների համար։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 5 քաղաքացիական իրավունքների վերաբերյալ բողոք է ներկայացրել ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ղեկավար դոկտոր Մեհմեդ Օզի դեմ։ Մեր գրասենյակը հետաքննում է այն հաղորդագրությունները, որ բժիշկ Մեհմեդ Օզը վերջերս թիրախավորել է Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան համայնքը հայերի սեփականություն հանդիսացող բիզնեսների, այդ թվում հայտնի հացաբուլկեղենի խանութի խարդախության մեղադրանքով ռասայական դրդապատճառների հիման վրա։ Հաշվի առնելով իրավիճակի պատմական զգայունությունը, մենք լուրջ ենք վերաբերվում այս մեղադրանքներին։ Ատելության ցանկացած դրսևորում տեղ չունի Կալիֆոռնիայում։ Երբ Օզի հետ կապ են հաստատել նահանգապետի հայտարարության վերաբերյալ պատասխան ստանալու համար, նրա աշխատակազմը հղում է արել Օզի սկզբնական հրապարակմանը, որում ասվում էր, թե շարունակելու են հետապնդել խարդախներին և վերջ։ Տեսանյութում ցուցադրված խանութի սեփականատեր Մովսես Բիսլամյանը ABC 7 հեռուստաալիքին հայտնում է, որ տեսանյութի լայն տարածումից հետո հաջորդ օրը իր բիզնեսի շրջանառությունը նվազել է մոտ 30%-ով։ Ես իսկապես հիասթափված եմ, նկարահանում են իմ ցուցանակը, իմ տարածքը և խոսում ինչ-որ խարդախության մասին, որի հետ մենք որևէ կապ չունենք, ոչ մի հայկական մաֆիա չկա, մենք պարզապես մեր գործն ենք անում ջանք չխնայելով։ Անհասկանալի է, թե նա ինչու է շեշտում հենց հայերին, մասնավորապես Ռուսաստանից եկած հայերին։ Իսկ ինչպես է արձագանքում սրան Հայաստանը։ Չի արձագանքում ոչ դեսպանատունը, ոչ Կալիֆոռնիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, ոչ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը։ Փոխարենը դեսպան Նարեկ Մկրտչյանը զարգացնում է կապերը մորմոնների հետ, բոլորովին վերջերս մի քանի օր անցկացնելով Յուտայում, ինչի մասին մանրամասն ներկայացված է դեսպանատան Facebook-յան էջում։ Կալիֆոռնիայի հայերը, որոնք 2018-ին ջերմորեն աջակցում էին Փաշինյանին եւ նրա իբրև հեղափոխությանը, այժմ չեն թաքցնում իրենց հիասթափությունը եւ բողոքի ակցիաներ են կազմակերպում նրա վարած քաղաքականության դեմ։ Ուստի զարմանալի չէ նաեւ, որ Հայաստանի գործող իշխանությունները հնարավոր է լիովին աջակցում են ԱՄՆ հայ համայնքի դեմ թուրքական արշավին։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TB News։